Բարև ձեզ, ինչ վերաբերում է առկա քարտերին, ինչպես Վարդանը ասեց, մենք արդեն ընկերության հետ, Google ընկերության հետ եւ արդեն առկայի մատակարար կազմակերպության հետ ծրագրային ապահովման ակտիվ ֆազայում է գտնվում առկա քարտերի թոքենացման process-ը, քանի որ մենք նույն այս cashback Google-ին կամ Apple Pay-ին մեր կանխատեսումով տարեվերջ կամ հաջորդ տարվա առաջի եռամսյակի առաջի կեսին արդեն Google Pay-ում հնարավորություն կլինի կցել եւ օգտագործել առկա քարտերը, իսկ արդեն Apple Pay-ը կլինի 2027 թվականի երկրորդ կիսամյակին, դա ոնց որ շարունակական process-ը։ Ինչ վերաբերվում է առկա Pay-ին, իրականում Վարդանը նշեց Հնդկաստանի ուղղությունը, բայց ասեմ, որ այս բան նաև ակտիվ տեխնիկական աշխատանքներ են վարվում վրացական Bank of Georgia կազմակերպության հետ, այսինքն մենք այս տարի բացի Հնդկաստանից նաև կունենանք փոխանցումներ էլի հեռախոսի համարով, առցանց փոխանցումներ Հայաստան-Վրաստան ուղղությամբ, մենք նաև փակագծերը բացեմ բանակցությունների մեջ ենք այս պահին Արաբական Էմիրատների համապատասխան համակարգի հետ, Ուզբեկստանի եւ Ղրղստանի հետ ու նաեւ մենք process-ը վարում ենք ոչ միայն առկա Pay փոխանցումների մասով, այլ նաեւ առկա քարտերի մասով ու որպեսզի օրինակի համար նույն Bank of Georgia-ի հետ պայմանության շրջանակներում հաջորդ տարի հնարավոր կլինի առկա քարտով նաև Վրաստանում վճարում կատարել, այսինքն Visa կամ Mastercard կումներ ու նույնիսկ ասեմ պայմանագրային փուլում են գտնվում Ուզբեկստանի Humo եւ Ղրղստանի Elcard համակարգերի հետ, այսինքն հիմա այսպես ասած mainstream-ա դարել այն երկրների համար, որոնք ունեն իրենց ազգային համակարգերը, կլինեն քարտային համակարգեր, QR համակարգեր, թե փոխանցումների ակտիվ իրար հետ համատեղ ինտեգրացիաները ու զարգացումը, հնարավորինս լոկալիզացումը ու անկախության ձեռքբերումը, ինչպես նաև պարոն Հովհաննես Խաչատրյանը նշեց, դա ազգային վճարային սուվերենության կարևոր կոմպոնենտ է, որը որ հաստատված է նաև մեր ռազմավարությամբ, որի ուղղությամբ մենք շարունակաբար աշխատելու ենք ու գնանք առաջ։ Շնորհակալություն։